Դազգահը Մաշտոց Թումանյան խաչմերուկում է, Տիկին Հասմիկը գորգագործություն սովորել է մորից, մայրը տատից, ծնունդով Արցախից չէ, բայց աշխատանքի փնտրտուքը նրան հասցրել է Ղարաբաղ։ Որովհետև գիտեի, որ չի կորելու որպես մշակույթ եւ սովորեցնելու ենք մարդկանց, որպեսզի ոնց որ մեր տատիկներից եկել է, մենք իմացել ենք, մեր երիտասարդները նորից իմանան։ Տիկին Հասմիկն աշխատում է Ստեփանակերտում, Ղարաբաղ կարպետ ընկերության արտադրության պետն է։ Նրա եւ 150-ից ավելի աշխատակիցների համար օրը տոնական է։ 2013-ին հիմնադրված ընկերությունը այսօր կարողացել է խանութ սրահ բացել Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտայում։ Արցախում գորգագործական կենտրոնները 6-ն են՝ Գլխամասային Ստեփանակերտում եւ 5 վարչական շրջաններում։ Ընկերությունը առաքելություն ունի՝ պահպանել եւ սերունդներին փոխանցել արցախյան գորգագործության ավանդույթները։ Հենց այսպես ձեռքով Ղարաբաղ կարպետում ավելի քան 300 տեսակի գորգ է ստեղծվում, ժամանակակից, դասական, ինքնատիպ, այլ մշակույթներին հատուկ։ Ղարաբաղ կարպետը լայն տեսականի է առաջարկում, որը կգոհացնի անգամ ամենաքմահաճ գնորդին։ Ունենք մեր ընկերությունը հեղինակային գորգեր, որ հենց մեր ընկերության նկարիչների խումբն է ստեղծել եւ դա պատկանում է բացառապես Ղարաբաղ կարպետ ընկերությանը, ինչպես նաեւ մենք կրկնօրինակում ենք լավագույն հայկական գորգերը նոր տեսք, նոր գունային բաշխմամբ։ Վիշապագորգեր, արծվագորգեր, այն ինչին սովոր է մեր աչքը, աշխարհին ճիշտ ներկայանալու համար պահպանության կարիք ունի։ Շատերը գիտեն հայկական գորգերի մասին, բայց դա բավարար չէ։ Նույնիսկ Անկլիոթակուին ունի Ղարաբաղյան գորգ, բայց վերջերս Ալիևի գնոջ սրամտությամբ նրանք ներկայացնում են իբր ադրբեջանական գորգեր եւ նրանք մեծ փողեր են ծախսում սուտ խոսելով եւ կոպիա անելով մեր գորգերը։ Ղարաբաղ կարպետը խանութների ցանցն ընդլայնելու ծրագիր ունի։ Առաջիկայում նման սրահներ հավանաբար կբացվեն Լոս Անջելեսում, Մոսկվայում։ Արցախյան գորգերը այնուհետև կգրոհեն նաև եվրոպական շուկան։ Սպարտակ Գրիշյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։